Այսօր Ռուսաստանի նվիրված տոնին հետ կապակցությամբ համերգով հանդես եկան ձեր սաները։ Անուշ ջան, մի փոքր կպատմեք ձեր խմբից, ինչպես կազմավորվեց Անուշ Պարայի խումբը։ Անուշ Պարայի համույթը գործում է շուրջ 6 տարի, նա արդեն ընդլայնել է իր գործունեությունը, 3 տեղ ենք աշխատում Լոբնյա քաղաքում, Լունյովայում և Վասիլով Սավխոզ Աստանկինոյում, որտեղ ունենք մի քանի կուպաներ, մեծ և փոքր խմբեր, աշխատում ենք բոլոր միջոցառումներին մասնակցենք, որտեղ մենք հրավերներ ենք ստանում։ Խմբում շատ կան երեխաներ։ Կա մոտ 40 աշակերտ։ Իսկ կա ռուս, որ դիմել է պարելու։ Այս պահին չկա, բայց մեկ տարի առաջ եղել են ռուսաներ, որոնք շատ գեղեցիկ են հանդես եկել համերգներին։ Մայիսին էլ չէ, դուք գեղեցիկ միջոցառմամբ հանդես եկաք և ներկայացրեցիք մեր հայկական մշակույթը։ Մայիսին Դեկաբրի Գանջինայում նորից ունեցել ենք միջոցառում, որտեղ հրավիրված ենք եղել, ներկայացրել ենք 3 բար, որտեղ շատ գեղեցիկ ներկայացրել են հայերին, թե հայերը ինչ գործունեություն են ունեցել, ինչ ներդրում են ունեցել մայիսինյան տոնի հետ կապված։ Մեր երեխաները շատ գեղեցիկ արդարացրել են իրենց բարը, իրենք շատ գեղեցիկ ներկայացրել են։ Առաջիկայում ինչ ծրագրեր ունեք։ Այս պահին դեռ ծրագրերը մի քիչ կանգնացրել ենք, որովհետև մենք հունիսի 5-ին տվեցինք մեծ աչոտնի կոնցերտ, հրավիրված էր ազգային երգիչ Ռուբեն Սասունցին Դեկան Չայկայում, Լոբնյայում, շատ գեղեցիկ մեծ համերգ ենք ունեցել, ծանր, որից հետո որ հիմա արդեն փոքր հանգստանան, բայց դե ամառը ունենք Պրաժնիկ Ապրիկոսը, Դեդեմխայում, էլի շատ համերգներ։ Սա նաև կամուրջ է, չէ, հայ և ռուս բարեկամության, դուք ինչպես եք վերաբերվում մեր այդ մշակութային բարեկամությանը։ Շատ լավ, արդեն 6 տարի աշխատում ենք այդ սֆերայում և աշխատում ենք միշտ իրար օգնենք, ինչ-որ միտեղ մենք ենք ներկայացնում իրենց մշակույթը, եթե պետք է ինչ-որ միտեղ իրանք են մեր մշակույթը ներկայացնում, համագործակցում ենք, առանց չի լինում, իսկ ամեն դեպքում ազգայինը պահպանելը այդ ռուսներն են շատ գնահատում, ռուսացները շատ սիրում, հարգում, ամենտեղ միշտ հայը աչքի է իր աշխատասիրությամբ, ազգապահպանությամբ։ Դմիտրև քաղաքը ունի հայկական համայնք։ Այո, Դմիտրև քաղաքը արդեն 4 տարի է գործում է հայկական համայնքի մասնակցում, որտեղ համայնքի ղեկավարն է Գրիգորյան Կարնիկը Սարգսյանը, և ինքը ունի շատ մեծ ներդրում, ամեն մեր միջոցառումներին հովանավոր շատ տեղերում ենք ամանում ենք մասնակցել, ինչպես նաև գործում է հայկական դպրոց դասարան, որտեղ որ երեխաները սովորում են հայերեն գրել, կարդալ, փոքր պատմություն իմանալ, որովհետև դա չունեն ցավոք սրտի, բայց աշխատում ենք որ Мы края родные, и вовек ни завтра, ни сейчас. Отделить нельзя нас от России. Родина немыслима без нас. На сцене студия национального армянского танца «Ануш Студия Дэнс», молодежный кочари. Встречаем, дорогие друзья!